Ալեքսանդր Լապշինը այսօր հանդիպել էր իր փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ, հայտնում են ռուսական եւ ադրբեջանական աղբյուրները, այդ երկրի օրենքների համաձայն, ինչպես Հուսեյնովն է հայտարարել, միայն ադրբեջանցի փաստաբանը կարող է պաշտպանել կալանավորված բլոգերի շահերը։ Հուսեյնովն այսօր նաեւ ասել է, թե Լապշինը մասամբ ճանաչել է իր մեղքը, մասնավորապես հաստատել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ, սակայն չի իմացել, որ ինչ որ անօրինական քայլ է կատարում։ Փաստաբանը նաեւ ասում է, իբր Լապշինը զղջում է արածի համար։ Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգերը 4 ամսով կալանավորվել է, թե երբ կսկսվի դատավարությունը հայտնի չէ։ Հիշեցնենք, 2 օր առաջ Բելարուսը Ադրբեջանին արտահանձնեց տարիներ առաջ Ղարաբաղ այցելած եւ Ադրբեջանի իշխանություններին քննադատած բլոգերին։ Պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործեր հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել։ Լապշինին մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Լապշինի արտահանձնումը 3 կոշտ արձագանք ստացավ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Հայաստանի ազգային ժողովում 3 հայտարարություններ են հնչում, նույնիսկ այն, որ Բելարուսը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսօր հայտարարությամբ հանդես է եկել Բելարուսի արտգործնախարարությունը, մասնավորապես նշելով, որ չեն պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բելարուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը ասել է, որ այս կամ այն միջազգային կազմակերպության անդամակցելը ցանկացած երկրի իրավունքն է եւ Բելարուսն իր որոշումն այս առումով արդեն կայացրել է։ Անդրադառնալով Լապշինի արտահանձմանը, Միրոնչիկը արդարացել է. Բելարուսը կատարել է իր միջազգային պարտականությունները, խնդիրը իրավական դաշտում է։ Հավելեն, որ 3 երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է բելարուսցի իր գործընկերոջը եւ երախտագիտություն հայտնել բելարուսական կողմին եւ անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին։ Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով Լապշինի հետ կատարվածը վտանգավոր նախադեպ է։ Մինչ օրս միջազգային իրավունքի դաշտում գործում էր անխախտ կանոն, որ Ինտերպոլը չի ձերբակալում մարդկանց, եթե կասկածում է, որ նրանց քաղաքական հետապնդման են ենթարկում։ А здесь мы видим совершенно 100% политическое дело, 100%, там даже в обвинительном заключении. Լապշինի գործը 100%-ով քաղաքական գործ է։ Նույնիսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքներում չկա եւ ոչ մի քրեական տար, միայն քաղաքական։ Ռուսաստանցի փորձագետը սակայն կարծում է, որ Բաքվին եւ Մոսկվային կհաջողվի պայմանավորվել։ На мой взгляд, на самом деле существует договоренность определенная, да, что Лапшина все-таки отпустят, да. Ես կարծում եմ, որ կողմերն արդեն պայմանավորվել են եւ նրան շատ արագ ազատ կարձակեն։ Կլինի հրապարակավ ներողություն, ոչ թե նամակի տեսքով, այլ ասենք հեռուստատեսությամբ։ Եպիֆանցևի կարծիքով Լուկաշենկոյի նման պահվածքի պատճառներից մեկն էլ ռուս-բելարուսական այսօրվա լուրջ տարաձայնություններն են, ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական տարաձայնություններին։ Փորձագետի խոսքով դրանց առկայության մասին խոսում է թեկուզ այն, որ վերջերս կայացած Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե դժգոհ է հանդիպումից։ Сделал заявление, которое делается очень редко. Очень редко. Он сказал, что он недоволен результатами встречи. Вот на дипломатическом языке это очень серьезное заявление, понимаете? Նման հայտարարություններ շատ հազվադեպ են անում, շատ հազվադեպ։ Դիվանագիտական լեզվով դա շատ լուրջ հայտարարություն է։ Ինչն է նման հայտարարության պատճառը հասկանալի չէ։ Հանդիպումը շատ կարճ է տևել։ Դժվար է ասել ինչն է զայրացրել Մամեդյարովին։ Գուցե Մոսկվան ինչ-որ նոր առաջարկ է արել Բաքվի Ղարաբաղյան կարգավորման հետ կապված, ոչ ոք չգիտի։ Բայց ռուսաստանցի փորձագետը նաև ասում է, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում Մոսկվան այսօր հայանպաստ դիրքորոշում ունի։ Մասնավորապես Երևանի ձգտումը հնարավորինս երկար պահպանել այսօրվա ստատուս քվոն Մոսկվայի համար ընդունելի չէ։